օրենքը բոլորի համար է հավասար եւ չենք նայում անձը դիմադիր է թե ընդդիմադիր է։ Մենք նայում ենք հանցանքը, խափանման միջոցն էլ ընտրում ենք ըստ անձի դատավարական վարքագծի։ Հիմա դուք քաղաքական հայտարարություններ եք տանում, կներեք, ես պաշտոնատար անձ եմ, ես իրավասու չեմ դուրս գալ այդ սահմաններից, ես օրենքի մեկնաբանության հետ կապված մեր դիրքորոշումը հստակ է։ Դուք իրավունք ունեք քաղաքական հայտարարություններ անեք։ Տիկին Խամոյան, դուք նշում եք բեռը վերցրեցիք ձեր ուսերի վրա։ Տիկին Խամոյան, ես պատասխանատվությունը եւ բեռը ընդհանրապես, երբ որ ես պաշտոնը ստանձնել եմ, այդ պահից սկսած ստանձնել եմ այդ պատասխանատվությունը։ Սա օրենքն է ասում։ Այդ պահից սկսած, որ օրենքը կիրառեմ միատեսակ, օրենքը կիրառեմ օրինականության եւ իրավունքի երաշխավորության տեսանկյունից, այսինքն հակառակ մեկնաբանության պայմաններում, անկախ ձեր դիրքորոշումից, դուք պաշտպանեցիք նորքի թաղապ, մենք կամ նշվում է, որ արդարացրեցինք, չեմ հասկանում, հարգելի գործընկերներ, մենք անձին քրեական հետապնդում ենք հարուցել անձի նկատմամբ։ Հիմա էլ ինչ եք ուզում, որ անենք։ Ես նշեցի, եթե մի անգամ էլ կրկնեմ, պաշտոնավարման կասեցման, խափանման միջոցի տեսակը ընտրելու համար երկու իրավապայման գոյություն, բացեք օրենքը կարդացեք, չէ, բացեք օրենքը կարդացեք, ինչ հանդեղ ասում։ Պարոն Պողոսյան, խնդրում եմ դիալոգի մեջ չմտնել։ Ես հռետորական հարցեր եմ տալի, իրանք չեն հասկանում, որ հռետորական է, սկսում եմ պատասխանել։ Շարունակեք։ Այսինքն համապատասխան իրավապայմաններ գոյություն ունի, այդ իրավապայմաններն առկա չեն եղել։ Դրա համար էլ ընտրել ենք բացակայելու մասին, բացակայելու արգելքը, այդ խափան միջոցն ենք ընտրել։ Կներեք էլի մի ներողություն, պարոն Պողոսյան, Տիկին Խամոյան, մի ընդհատեք տեղից։ Խնդրեմ, պարոն Պողոսյան։ Հաջորդը, այս նորքի թաղապետի հետ կապված գործով վարույթով, որը որ դուք տենց եք մեկնաբանում, ես այլ մեկնաբանելու եւ չգիտեմ եզրեր գտնում եմ, որ ստեղ արդեն այլ մեկնաբանություններ անելը առնվազն տեղին չի։ Հաջորդը, Տիկին Խամոյան, դուք շատ բուրըն ձևով սենց արձագանքեցիք, նշեցիք, որ այս ընթացքում Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քրեական վարույթով ինչ-որ ճշտումներ եք արել եւ այլն։ Ճշտումներ եք արել։ Տիկին Խամոյան, դուք կներեք, բայց ճիշտ տեղեկատվություն չներկայացրեցիք։ Նախ մենք իրավաբան ենք, մենք մեր բառերի ընտրության հարցում շատ զգուշ ենք։ Ես հաստատված հանցագործության մասին որևիցե անգամ տվյալ չեմ։ Ես ասել եմ, մեղսագրվում է առերևույթ հանցանքներ, ընդ որում, Տիկին Խամոյան, դուք նշում եք քննչական կոմիտեի նախագահան նշում է բազմաթիվ հանցագործություններ, ձեր բառերն եմ ասում։ Դուք 10 դրվագը բազմաթիվ արարք է, թե ոչ, 10 դրվագը, ըստ ձեզ, իմ կարծիքով սա առնվազն բազմաթիվ է, 10 դրվագը, դատան ուղարկված, խնդրում եմ, ինչի եք փորձում իմ խոսքերը, չգիտեմ, ինչ-որ խոսքերի մեջ այլ մեկնաբանություններ եւ հանրության մասին թյուր կարծիք ձևավորվել, ես քննչական կոմիտեի նախագահն եմ եւ իմ ասացները եւ խոսքերը ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, Տիկին Խամոյան, ի տարբերություն ես քաղաքական հայտարարություններ չեմ անում, դուք նշում եք, բայց ձեր ասածը չի համապատասխանում իրականությանը, Տիկին Խամոյան, հաջորդը, դուք նշում եք, թե ինչ ենք խափանվի, ես նորից եմ կրկնում, քանի որ այդ 10 դրվագով, երբ որ դատան ենք ուղարկել գործը եւ չի երաշխավորում ըստ էության ընտրված նախկինում ընտրված խափան միջոցը, չի երաշխավորում անձի պատշաճ դատավարական վարքագիծը, չի չեզոքացնում են ռիսկերը, մենք հարկադրված ընտրել ենք անազատության հետ կապված խափան միջոց։ Միջնորդություն ենք ներկայացրել, դատարանն է բավարարել է։ Հիմա ստեղ այլ մեկնաբանություն, դուք նշում եք, որ դատավորին ասել է կոռուպցիոներ, խնդրում եմ, դուք արարքին եւ որակմանը չեք տիրապետում։ Տիկին Աննա Գրիգորյանը նշեց Անիֆի հետ կապված քրեական վարույթը, որպեսզի շահարկումների տեղիք չտա, մի դիտարկում անեմ, շատ կարևոր դիտարկում, Տիկին Գրիգորյան, շատ կարևոր դիտարկում։ Ես նշեմ, որ որպեսզի հանրությունն էլ իրազեկվի, այս դեպքը բացահայտվել է, հարգելի հանրություն, պետական վերահսկողական ծառայության կատարված ուսումնասիրության արդյունքում։ Այսինքն, պետական վերահսկողական ծառայությունը, պետական մարմինը բացահայտել է ձեր նշած, չէ, միջև վերջ լսեք, սա տարբերությունը էական է։ Դուք անընդհատ մամուլի հրապարակումներն եք վկայակոչում։ Պետական մարմինը, պետական վերահսկողական ծառայությունը, վարչապետի ենթակա մարմինը բացահայտել է, հաղորդում է ներկայացել, մենք քննում ենք, այս մեկ։
Այսինքն առիթը հանդիսացել է ՊՎՑ-ի հաղորդումը, հաջորդը մենք նախաքննության ընթացքում Տիկին Գրիգորյան, սա անպագորգոր հայտարարություններ չեմ ուզում կատարել։ Գործը ինքը իրականում բազմադրվակ եւ բազմածավալ է, հսկայածավալ գործողություններ են կատարել, հսկայածավալ։ Եվ առաջիկայում, երբ որ քրեական հետապնդման հիմքեր լինի, միանշանակ քննչական մարմինը միջնորդություն կներկայացնի քրեական հետապնդման վերաբերյալ։ Հիմա դուք այլ մեկնաբանության կարծում եմ տեղիք տալ չի կարող։ Մենք ոչ գործը ծածկել ենք, ոչ կոծկել ենք, նախաքննություն է իրականացնում, գործն էլ ինքը բազմադրվակ է։ Հարցաքննվելը Տիկին Գրիգորյան պետք է աննպատակ չլինի։ Դուք քաղաքական հայտարարություն եք անում, ես հասկանում եմ ձեր հայտարարությունը, չէ, Տիկին Գրիգորյան, լսեք միջև վերջ։ Հարցաքննումը համապատասխան կարգավիճակով, համապատասխան իրավապայմանների արկայության պայմաններում մենք որ հարցաքննում ենք, որ անձին դատավարական կարգավիճակով, պետք է հիմք լինի, որ հարցաքննենք։ Ասում եմ չի հարցաքննվել։ Տիկին Խամոյան, Տիկին Գրիգորյան, ձեր նկատողություն եմ, զգուշացում եմ հայտարարում։ Մի հատ բան արեցիք, խանգարեցիք, 2 րոպե շուտ կլքեք դալի։ Հաջորդը ըստ էության դուք նշեցիք այն գործի հետ կապված, դա քննվում է հակակոռուպցիոն կոմիտեում, մեր մոտ չի քննվում, խոսքը վերաբերվում է դուք նշեցիք 1 տոննա կոկաինի հետ կապված գործը, հանգիստ եղեք։ Այդ գործը ըստ իս կուներա դատական վախճան։ Մի անհանգստացեք։ Հաջորդը ես պարոն Քոչարյանը հարց հնչեցրեց հոկտեմբերի 27-ի վարույթի հետ կապված, ես արդեն այդ գործի հետ կապված մանրամասներ ներկայացրել եմ, բայց որպեսզի ես մի փոքր փակագծեր բացեմ, ես նշեմ, որ ըստ էության գործի բարդությունը կայանում է նրանում, որ մենք հոկտեմբերի 27-ի քրեական վարույթով նաև ոչ միայն բուն այդ քրեական վարույթն ենք հիմա մենք այդ գործով ակտիվ գործողություններ կատարում, այլ նաև հարկադրված ենք Հայաստանի Հանրապետությունում նախկինում տեղի ունեցած մի շարք սպանության, չբացահայտված սպանության դեպքերով այդ գործերն ենք արգրավել, սենց ուղիղ եւ անուղղակի առնչվում է նաև այդ վարույթներով, ես չեմ ուզում գործերի վերաբերյալ տվյալներ ասեմ, անհատականացնեմ, բայց չբացահայտված, այդ թվում նաև Բարսասյան պաշտոնատարանձած սպանության վերաբերյալ վարույթներն ենք ուսումնասիրել, որովհետև այդ վարույթները այդ գործով, որպեսի բացահայտենք ամբողջական, նաև պարտադիր էր, որպեսի այդ գործերով նաև մենք զուգահեռ քննություն իրականացնենք, այս մասով սա։ Հաջորդը, քանի որ անհատական գործերին ես չեմ ուզում անդրադառնամ, պարոն Լևոն Քոչարյանը նշեց գործեր Արծվիկ Մինասյանի, Տիգրան Ուլուբաբյանի, այդ գործերին արդեն առանձնացա իր հետ կապված գործը։ Ես անհատական գործեր, այստեղ ոչ մտադրությունն եմ, ոչ էլ ուզում եմ քննարկեմ, որովհետև խոսքը վերաբերում է մեր նախորդ տարվա հաշվետվությանը, բայց նշվեց, որ մասիվի թաղապետին արդարացվել է, եթե մեղադրյալ ներգրավելը, քրեական հետապնդում հարուցելը արդարացնել է, չգիտեմ որքանով է դա իրական։ Գառնիկ Դանիելյանը ըստ էության սխալ տպավորություն, ըստ էության թողեց Հայաստանի Հանրապետությունում հանցավորության իրական պատկերի վերաբերյալ ճիշտ ասած կողքից դիտելիս ես հասկանում եմ, որ քաղաքական հայտարարություն է կատարում, բայց մատաղ սերունդը նստած է թմրամիջոցների վրա, պարոն Դանիելյան, ես ներկայացրեցի այնպես տպավորություններ, որ իմ հաշվետվությունը չեք լսել։ Ներկայացրեցի վիճակագրական տվյալներ, այդ թվում նաև անչափահասների մասնակցությամբ կամ անչափահասների նկատմամբ կատարած հանցագործությունների հետ կապված։ Եվ հետևաբար այդ պատկերը չի համապատասխանում իրականության։ Տիկին Բաթոյան